Նարե։ Նարե բաց դուրը։ Քեզ թվում է տենց հեշտ ես, հա, պրծնելու։ Վրան շուտ արի, պապան վատացել արի։ Կարողա ջուր խմեք։ Պապ ջան, ոնց ես ցավդ տանեմ։ Իզուր քեզ լսեցինք, էլի պիտի շտապ օգնությունով հիվանդանոց տանեինք։ Ես հիմա շտապ օգնություն կկանչեմ։ Չէ, Սոնա, ոչ մի բան մի արա։ Արմոին կասեմ կտանի, տենց ավելի արագ կլինի։ Հարի, պապ ջան։ Պապ կանգնի։ Ման վերարկուն դուր դու։ Ես էլ եմ գնում։ Բայց ինձ էլ կզանգեք, խնդրում եմ, անհանգիստ եմ։ Նալը թե եմ բերել քեզ։ Շնորհակալ եմ։ Այս տանը ոնց որ շատ բան չկա։ Հեսա իրար հետ դուրս կգանք, մի քանի բան կառնենք։ Հայկարի գնանք էլի։ Արի քաղաքից դուրս գնանք, ինչ որ մի տեղ չգիտեմ։ Ես չեմ ուզում ստեղ մնանք։ Ես վստահ եմ, որ մեզ գտնելու են։ Ստեղ մի տեսակ ինձ ապահով չեմ զգում։ Քո ասածը փախնելու մասին է։ Իսկ ես չեմ պատրաստվում փախնեմ։ Ու արի պայմանավորվենք, որ էլ դրա մասին չենք խոսալու։ Ես հասկանում եմ, որ իմ առաջարկածը ամենալավ տարբերակը չի, որը քեզ դուր կգա։ Բայց մենք երկուսս էլ մի պահ պիտի մեր սկզբունքները մի կողմ դնենք ու չմոռանանք ինչի համար ենք ստեղ։ Մենք ուղղակի չենք, չէ՞, ստեղ։ Մենք եկել ենք, որ մեր սերը պաշտպանենք։ Պաշտպանենք այն, ինչի համար այսքան ժամանակ պայքարել ենք։ Նարը էլի եմ ասում։ Ես չեմ պատրաստվում փախնեմ։ Փախնելը ոչ մի պարագայում լուծում չի։ Առավել եւս փրկություն։ Հայկ, խնդրում եմ։ Ես չեմ փախնելու։ Ումից փախնեմ, հորից հետ թե աղբորից հետ։ Ինչի համար փախնեմ։ Ինչի։ Որ հանկարծ չասեմ փախել ես։ Հիմա ո՞րն է քո համար ավելի կարևոր, ես, թե այն ինչ կասեն մարդիկ։ Դու չես հասկանում, ինչ կլինի, եթե հանկարծ վռամը գա ու մեզ գտնի։ Նարը լսի ինձ կլինի։ Չէ, չի լինի, որովհետև ես արդեն գիտեմ դու ինչ ես ասելու։ Պարզ է ինչա լինելու։ Եթե վռամը մեզ գտավ, դու հասկանում ես, դրա հետևանքները ողբերգական են լինելու։ Որովհետև վռամը այսքան տարի Կարոյի մահից հետո ամեն պահի մտածել է ու սպասել է, թե երբ է առիթ լինելու, որ քո հետ իր հաշիվները մաքրի։ Ու հիմա այդ առիթն է լինելու։ Ես իմ աղբորը լավ եմ ճանաչում։ Ես քեզ էլ եմ լավ ճանաչում։ Ու ես գիտեմ, որ ձեր հանդիպումից հետո ձեզանից մեկը ողջ չի մնալու։ Հայկ, խնդրում եմ, կան պահեր, կան իրավիճակներ, որտեղ որ դու պետք է քո այս տղայական ճիշտ ու սխալները մի կողմ դնես, որովհետև դրանից ավելի կարևոր բաներ կան։ Ու եթե դու քո մասին չես մտածում, գոնե իմ մասին մտածի։ Որովհետև պապան ու վռամը հաստատ մենակ քո հետ չեն հաշիվները մաքրելու։ Իրանք ինձ չեն ներելու։ Իսկ այդ չներելը քո պատկերացրածը չի։ Իրանք չեն թողնելու, որ ես ողջ մնամ, հասկանում ես, որովհետև ես դեմ եմ դուրս եկել իմ ընտանիքին։ Ես խաղացել եմ իրանց պատվի հետ, իսկ իմ ընտանիքում տենց բաները չեն ներվում։
Նարե մենակ եմ դուռ կբացես։ Նարե։ Նարե։ Չհասկացա։ Նարե։ Լավ էլի Նարե։ 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 Մենակ թե չլինի այն ինչ որ մտածում եմ, Նարե։ Նարե պատասխանի խնդրում եմ։ Լավ էլի Նարե։ Վայ Միքո հերիքա, փորից մկանները արդեն ցավում են։ Բա հետո ասում ես հումոր անել չգիտեմ։ Դե նոր տաղանդներ եմ բացահայտում։ Թաքնված տաղանդները։ Հա, ինչ եղավ։ Ոչ մի բան, գնանք միտեղ հաց ուտելու։ Բա ինչի՞ չես պատասխանում, կարողա կարևոր է։ Անծանոթ համար է, կարևոր չի։ Դե եթե անծանոթ համար է, կողա իրոք կարևոր է, պատասխանի, տես ինչ են ասում։ Լիլի ջան, ասում եմ անծանոթ համար է ու կարևոր չի։ Այդքանը քեզ պետքա հերիք լինի։ Ահավոր չեմ սիրում, որ աղջիկը խառնվում է իրան չվերաբերվող հարցերին։ Հա? Դե այդ դեպքում հիմիկվանից ինձ բացատրի հասկանամ, թե ինչն է իմ կյանքից քեզ վերաբերվելու ու ինչը քո կյանքից ինձ է վերաբերվելու։ Չհասկացա։ Ես էլ, դրա համար հիմա ինձ պետքա բացատրես, որ հետո առիթ չտամ նույն տոնով իմ հետ խոսալու համար։ Քեզ երեխու պես ես պահում, հասկանում ես։ Ինչի՞։ Որ քո համար եմ անհանգստանում։ Պապայի ու Վրամի համար եմ անհանգստանում, նշանակում է երեխա է։ Նարե փախնելը ոչ մի պարագայում լուծում չի։ Անցած անգամ էլ էի փախնում։ Հետո ինչ եղավ։ Ես նույն սխալը չեմ պատրաստում երկրորդ անգամ կրկնեմ։ Դու բոլորից լավ գիտես ինչ ա եղել 6 տարի առաջ։ Ես ու Արփինն էինք փախնում, հետո վերջում ինչ եղավ։ Ես դրա համար բերդ եմ նստել 6 տարի։ Որովհետև երբ որ խնդրից փախնում ես, այդ խնդիրը չի լուծվում ինքն իրան։ Հակառակը գնալով ավելի մեծանում է։ Եթե խնդիր կա, ուրեմն պիտի լուծենք։ Ու հենց այս պահին ինչքան էլ այդ խնդիրը լինի շատ վատ ու ցավոտ։ Ես ոչ մեկից չունեմ փախնելու։ Հատկապես հորից հետ ու աղբորից հետ։ Փախնում է այն մարդը, որ սխալ քայլ է անում Նարե։ Ու բացատրություն չունի իր արած քայլի համար։ Իսկ ես այդ դեպքը չի։ Պետք չի հիմա էմոցիաներին տրված որոշումներ կայացնել։ Մի քիչ արի հեռուն նայենք։ Ես հենց հիմա կարամ ձեռքիցդ բռնեմ ու գնանք ուր ուզում ենք։ Բայց ես են 6 տարի առաջվա երեխան չեմ, է։ Հիմա հարցին ավելի կոնկրետ ու լուրջ պիտի նայենք։ Եթե հիմա գնանք, ես էլ խոսալու տեղ չեմ ունենալու։ Ու սիրո համար էլ փախնելով չեմ պայքարում։ Դու ինչի ինձ չես հասկանում։ Ես իմ համար չեմ վախենում, անկեղծ եմ ասում, ընտանիքիս համար էլ չեմ վախենում, հա, կարող դու հիմա մտածես ես խելագարվել եմ, բայց ես ամենաշատը քո համար եմ վախենում։ Սիրտս ցավում է, հասկանում ես։ Սիրտս ցավում է, որ պատկերացնում եմ ինչ կլինի, եթե հանկարծ դու ու Վրամը հանդիպեք։ Ես չգիտեմ իմ համար դու երբ այսքան թանկ դարձար։
Բայց ես իրոք առանց քեզ չեմ կարող ապրել։ Նարե ոչ մի բան էլ չի լինի։ Կլինի, Հայկ, կլինի։ Եթե դու Սոնային ոչ մի բան չարեցիր, որովհետև խղճացիր իրան, վրամը քո նման չի, վրամը ուրիշ է։ Ինքը իմ մասին չի մտածելու։ Ինքը քեզ կսպանի։ Նարե լսի։ Չէ, չեմ ուզում լսամ։ Ես չգիտեմ ոնց բացատրեմ, որ դու հասկանաս։ Դու չես հասկանում հարցի լրջությունը։ Դու գիտես, որ ես վրամը դուրս արեք է, որ ձեր տուն գնար։ Ես չեմ ուզում պատկերացնեմ ինչ կլինի։ Նարե լսի ինձ ու հանգստացի ասում եմ։ Չէ, Հայկ։ Այսքան տարի այդ մեղքի զգացումով ես ապրել եմ։ Ու ես ինձ մեղադրել եմ, հասկանում ես։ Ու ես այդ ամեն ինչը չեմ արել, որ մի օր ուղակի իմ պատճառով կամ ինչ-որ իմ սխալ քայլի պատճառով քեզ կորցնեմ։ Ես այդ ամեն ինչը արել եմ, որ վայելեմ իմ սերը։ Չես լսելու ինձ։ Չէ, Հայկ։ Ես չգիտեմ ինչի եմ քեզ սիրել։ Ես չգիտեմ ինչի եմ քեզ այսքան շատ սիրում։ Բայց եթե ես համարձակվել եմ քեզ սիրել, այդ նշանակում է, որ նաև պիտի ես փրկեմ քեզ։ Ինձ ու քեզ։ Ես պիտի մեր սերը փրկեմ։ Ու ես հաստատ կկարողանամ այդ անել։ Չես լսելու։ Ոչ մի բան մի ասա։ Վրամ, ինչ ասեց բժիշկը։ Կաթված աման։ Բայց հասցրել ենք ճիշտ ժամանակին հիվանդանոց բերենք։ Վիճակը կայուն է հիմա։ Փառք Աստծո։ Իսկ ինչ ասեցին, դուրս կգրեն այսօր։ Չէ, մամ ջան, այսօր դուրս չեն գրի, բայց պալատում է լինելու։ Ուրեմն ես կմնամ մոտը։ Հա, մամ ջան, ես Արմային կասեմ, ինչ պետք է ինքը կանի, էլի։ Դու հանգիստ եղի։ Ես էլ կզանգեմ Սոնային կամ Նարին, կասեմ, որ փաստաթղթերը պատրաստեն, որ տան Արմուին։ Եղավ, մամ ջան։ Ինչ-որ բան պետք է անեմ ես։ Հա, Արմո, մի քանի թղթեր կա, պապայի փաստաթղթերն է, էլի։ Տնից պիտի բերես, մենք արագ դուրս եկանք, չհասցրինք վերցնենք հետներս։ Ինչ պետք է կբերեմ, բամ ջան։ Չէ, հիմա այդքան շտապ չի, էլի, օրվա մեջ երբ քեզ հարմար է, այդ ժամանակ բեր։ Լավ է, դեպքում ուրեմն մտնեմ օֆիս, այսօր օֆիսում ժողովում էինք, կիսատ ենք թողել դուրս ենք եկել։ Տեսնեմ ինչ է կատարվում այնտեղ, որ կմտնեմ ձեր տուն, շուտ կգամ ձեր մոտ։ Արմո, իմ մեքենայով գնա։ Ես մեկը ստեղ եմ, բան չունեմ անելու։ Բաժանորդի հեռախոսն անջատված է կամ գտնվում է ռադիոդան։ Լավ, հիմա էլ անհասանելի դարձար։ Ես հիմա ինչ եմ անելու։ Ալո։
Սոնա, Նարեն ինչ է անում։ Նարեն։ Հա, Նարեն, զանգում եմ անհասանելի է։ Էս էլ նոր բողոքի ձև է։ Չգիտեմ։ Սենյակից դուրս չի եկել։ Չէ, դուրս չի եկել։ Այսինքն չգիտի, որ Երևան է։ Դե գնացել էի, որ ասեի, դուրը փակ էր, ասեց, որ իրեն չանհանգստացնեն։ Պարզ է։ Վիճակը ոնց է։ Կաթվածը հաստատվեց։ Մենք այսօր հիվանդանոցում ենք մնալու, Սոնա, բայց ուզում եմ, որ մի քանի բան պատրաստես Սաքոյի փաստաթղթերից։ Ընթացքում Արմեն կգա կվերցնի, որ բերի հիվանդանոց, լավ։ Լավ, Վասիկ, ինչա պետք։ Ես համաձայնեցի հետդ գալ, որովհետև հարցեր ունեմ։ Լիլի ջան, կարող է իմ ասածը կոպիտ էր, բայց սխալ չէր։ Հարցեր կան, որ պետք չի դու խառնվես։ Լավ, սրանից հետո ոչ մի հարցի չեմ խառնվելու, բայց իմացի, որ իմ կյանքն էլ քո համար բացգիրք չի լինելու։ Լիլիթ, հիմա դու ամեն ինչ խառնում ես իրար։ Վիքո, Սարո, կարող է պատասխանես, որ զանգում եմ քեզ, թե թռած ապրելը ավելի հարմար է։ Սարո գնա, հետո կգամ կխոսենք։ Հետո չկա։ Քո հետոն քանի ամիս է։ Փողերս երբ ես բերելու, արա։ Սարո գնա, հետո կխոսենք։ Մի ժամից կզանգեմ, կտենանք իրար։ 1000 անգամ խաբել ես։ Հիմա ինչի պիտի հավատամ քեզ։ Սարո մենակ չեմ։ Գնա կխոսենք։ Մի ժամից սպասում եմ։ Եթե չեկար, իրարից նեղանալ չլինի։ Սարո ջան, տեսողության հետ խնդիր ունես, ասում եմ մենակ չեմ։ Ինչի ես երկարացնում։ Լիլիթ, սպասի։ Հիմա ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Չէ, պետք չի։ Ինչի համար։ Քիթս չեմ մտցնում քո գործերի մեջ։ Ու ընդհանրապես կարողա քո կյանքել պետքա չգայի Միքո։ Էս ինչ հաշիվների մեջ ես։ Ինչ պարտքի մասին է խոսքը։ Ում ես պարտք։ Ինչի են գալիս քո հետ սենց խոսում։ Չնայած կներես, համ հարցնում եմ, համ հետո մոռանում եմ, որ դա իմ գործը չի։ Լիլի ջան, մի անգամ ջղայնացած բան եմ ասել, հիմա անընդհատ կրկնելու ես։ Ով էր էս տղան։ Ինչ պարտքի մասին է խոսքը։ Էս տղեն Միքո չխափես։ Լավ, բարձա։ Սպասի Լիլիթ։ Նստի հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Նստի Լիլիթ։ Տղես։ Եկավ բժիշկը։ Պապային տեղափոխեցին պալատ։ Դեռ չէ։ Վրամ։ Մենք տենց էլ չհասցրեցինք խոսել այսօրվա կատարվածի մասին։ Մամ կլինի չշարունակես։ Առանց հետ էլ աղջիկը տենց բան է արել, որ սուրբ փշի նման կանգնելա կոկորտիս ու գուլ չի գնում։ Որ պապան էս վիճակում չլիներ, այդ լակոտի շուտվանից դիակ էի սարքել։ Բալես, հերիքա, խնդրում եմ։ Էն ինչ եղել է անցյալում, մեզ արդեն հերիքա։ Ոնց չեք հասկանում, ամեն անգամ Արունը նոր Արուն է ուզում, չի կարելի։ Ման, բա ինչ ես առաջարկում։ Ինչ անեմ, մի բան ասա անեմ։ Կարող է դու էլ ես աղջկա տարածներին կողմ։ Կողմ չեմ տղես, բնականաբար կողմ չեմ։
Շատ սխալ բան է արել Նարեն։ Ներում չունի։ Բայց հասկացի, ես այն հարցն է, որ չի կարելի տակ գլխով որոշում կայացնել։ Աշխարհում վերջին մարդն է լինի քույրդ, մեկա քույրդ է։ Վերջ, մամ, էլ ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Վրան, Ասեցի վերջ, մամ։ Ես, որ սրտից կյանքում չեմ բողոքել, արդեն լավ չեմ։ Ու պապային Նարեի մասով ոչ մի բան չասես, թե չէ ես անգամ այդ մարդուն հաստատ չեմ կարա փրկենք։ Նարեկ, խնդրում եմ կապի դուրս արի, քանի շատ ուշ չի։ Ես չգիտեմ ինչ եմ անելու, չգիտեմ ուր ես գնացել, ինչ ես մտածել, բայց խնդրում եմ քեզ, շատ կարևոր բան ունեմ քեզ ասելու, կապի դուրս արի։ Ու հիմա միշտ է սենց քեզ պահելու։ Սենց ոնց։ Լիլիթ, բան եմ խոսում հետդ, ուզում ես գնաս։ Որովհետև հարցեր ունեի քեզ տալու, բայց մնացին պատասխանները օդում։ Լիլիթ, ասենք թե հա, ես խնդիրներ ունեմ։ Ինչ որ հարցեր կա, որ պետքա լուծեմ, բայց այդ չի նշանակում, որ պետքա քեզ սենց պահես։ Խնդիրները տարբեր են լինում, ու ինձ թվում է, որ ես իրավունք ունեմ իմանամ, թե ինչ է կատարվում քո կյանքում։ Միքո նորմալ չի, որ քեզ զանգում են, դու չես պատասխանում, հետո հասնում են այստեղ ու այս տոնով են հետդ խոսում, իսկ դու չես կարողանում պատասխան տաս։ Լիլիթ ջան, բա ինչ անե, հո չէի կռվելու քո դիմաց։ Դրա համար է զանգին է չպատասխանեցի։ Ով էր այս տղան։ Ինչ ա ուզում քեզանից։ Լիլիթ, տղայական հարցեր են, կարևոր չի։ Ես հասկանում եմ, որ պետք չի խառնվեմ քո տղայական հարցերին, բայց իրավունք ունեմ, չէ՞ անհանգստանալու։ Հարցերից պատասխանները ստանամ, որ իմանամ անհանգստանալու առիթ չկա։ Ես քեզ լուրջ բան եմ ասում, դու ձեռքս ես բռնում։ Ջղայնանում եմ։ Կատակ չեմ անում, լուրջ բան եմ հետդ խոսում։ Լիլիթ, լուրջ բան չկա։ Կարես չանհանգստանաս։ Հաստատ Միքո։ Հաստատ Լիլիթ։ Բայց ապրես, որ անհանգստանում ես։ Այդ իմ համար շատ կարևոր է։ Լավ, ես ուզում եմ արդեն գնամ։ Թե այդ խմի, հետո կճանապարհեմ քեզ։ Մրսել է իր դուրսը։ Մենք այնքան բանի միջով անցանք, որ հիմա իրավունք չունենք թուլանալու։ Ես հասկանում եմ, որ դու վախեր ունես։ Ես էլ այդ վախերն ունեմ։ Բայց ոչ թե վախերում եմ հորիցդ կամ աղբորիցդ, այլ նրանից, որ կարող է իրավիճակը ինձ դասավորվի, որ ես քեզ կորցնեմ։ Դու 100 բան ես պատկերացնում, իսկ ես 1000։ Ու չեմ ուզում, որ այդ մտքերը մեզ խանգարեն։ Նարե, մենք հիմա իրավունք չունենք վախենալու ու փախնելու։ Դու իմն ես։
Ու ով էլ որ գա կանգնի իմ առաջ, ինչ ուզում ասի, մեկա դու իմն ես։ Ինձ քեզ ընտրելու որոշումը շատ բարդ է տրվել, որովհետև լիքը բան կար իմ ու քո արանքում։ Բայց ես այդ որոշմանը եկել եմ։ Հասկանալով ամեն ինչ եկել եմ այդ որոշմանը ու պատրաստ եմ այդ ամեն ինչին։ Ուղղակի պիտի համակերպենք, որ մեր երջանկությունը երբեք լիարժեք չի լինելու։ Ինձ քեզնից բացի ոչ մեկ պետք չի։ Ոչ մեկ։ Ու ես քեզ տեր եմ ամբողջ կյանքում։ Ես քեզ հասկանում եմ, որ հեշտ բան չի հեռու լինել ընտանիքից։ Ես չգիտեմ ում եմ ինչ լավություն արել, որ Աստված որոշել է քեզ ինձ տա։ Դու հանգստացի, ես գնամ խանութ գամ։ Այս տանը ոչ մի բան չկա, մի քանի բան պիտի առնեմ։ Չնայած ես ու առևտուրը իրարից շատ հեռու ենք։ Բայց այս բանին պետք չի, որ դու տնից դուրս գաս։ Շուտ կգաս։ Սիրում եմ քեզ շատ։ Ես էլ քեզ եմ սիրում։ Սոն։ Լիլ, բարև։ Բարև, կորած ընկերուհի։ Փաստորեն ամուսնանալուց հետո պարտադիր պայման է, հա, ընկերուհիներին մոռանալը։ Լիլ, գիտեմ, որ նեղացած ես, բայց քո օգնության կարիք ունեմ։ Հա, փաստորեն բան է պետք դրա համար ես հիշել։ Լիլ, խնդրում եմ կօգնես։ Դե լավ, հոգուդ հետ եմ խաղում, ասա տեսնեմ ինչ կա, Սոն ջան։ Լիլ, հիմա պետքա խնդրեմ, որ զանգես Միքոին կամ Հայկին, կամ գնաս մերոնց տուն, ուզում եմ հասկանամ Հայկը տաննա թե չէ։ Էլի հարցեր չտամ, բայց ինչի՞ս է պետք Հայկի տանը լինել չլինելը։ Նարեն փախել է տնից։ Ուղղակի ուզում եմ հասկանամ Հայկի հետ է թե չէ։ Լիլ, ես քեզ կզանգեմ, լավ։ Արմոն նորմալ է առանց դուրը թակելու ուրիշի տուն մտնելը։ Երբ տան դուրը բաց են թողնում, էս էլ են տուննա, որ իմից չի տարբերվում։ Նորմալ է, Սոմա ջան։ Բայց հիմա ինձ ուրիշ հարց է հետաքրքրում։ Նարեն փախել է տանից։ Չէ, ինչի պետքա Նարեն փախներ տնից։ Խաղալու կարիք չկա, Սոնա։ Լսել եմ քո խոսակցությունը։ Սրա համար ես չէ եկել։ Փաստորեն փախել է։ Արմոս սխալ ես հասկացել։ Դե կանչի թողը։ Վրամը գիտի։ Չէ ու չպիտի իմանա։ Գոնե ենքան մինչև հասկանամ Նարեն փախելա, թե ուղղակի դուրս է եկել քայլելու։ Հիմա դու քեզ ես խաբում, թե ինձ։ Արմո դեռ Վրամին ոչ մի բան պետք չի ասել։ Հաստատ Վրամի դուրը չի գա, երբ իմանա հետեսնման գործարքի մեջ ես ուզում մտնես, Սոնա ջան։
Վախել ես, հա, տնից։ Ջան։ Նարե, խնդրում եմ, արագ կապի դուրս արի, շատ կարևոր է, խնդրում եմ։ Ալո, Նարե ջան, բարև։ Ո՞նց ես։ Արմո։ Հա, ես եմ։ Համարին չես նել պատասխանելուց առաջ։ Ձեր տան մոտ եմ, ինչի դուրս չես բացում։ Չես լսում, Նարե։ Ձեր տան մոտ եմ եկել եմ թղթերը տանը, անցած անգամվա հետազոտությունների պատասխաններն են պետք։ Չեմ հասկանում, ոչ դու ես տանը, ոչ էլ Սոնան։ Թե տանն եք, ուղղակի դուրս չեք բացում։ Արմո, չեմ հասկանում ինչ ես խոսում։ Ինչը չես հասկանում, Նարե ջան։ Պետք է թղթերը Եվանդանոց հասցնեմ։ Պապայիդ անցած անգամվա հետազոտությունների արդյունքներն են պետք։ Հիմա դուրը բացելու եք, թե չէ։ Ուզում ես ասես տան մեջ նստած դեղակ չես, որ հերեդ վատ է։ Արմո, պապան վատ է։ Չէ, դու ինձ ձեռ ես առնում։ Վատը ո՞րն է։ Դու գոնե զանգել ես ծերունց։ Խոսացել ես ծերունց հետ։ Վատ չի, ծայրահեղ ծանր, ընդհանրապես հույս չեն տալիս, Նարե ջան։ Չեմ հասկանում, հիմա դուրը բացելու եք, թե չէ։ Արմո, ասացիս կոնկրետ պատասխանի, հարցիս կոնկրետ պատասխանի։ Սրանից կոնկրետ չի լինում։ Ալո, Նարե, գիտես ինչքան եմ քեզ զանգել։ Սոն պապան հիվանդանոցում է։ Հա, սրտի կաթված է ստացել։ Շատ վատ է, վիճակը ծանր է։ Դե որ տարան տնից վատ էր։ Քեզով ասել։ Նարե։ Նարե։ Նարե, պատասխանի։ Լավ, ես ինչ ես անում դու։ Նարե, պատասխանի զանգիս, հասկանամ ուր ես, Հայկի հետ ես, թե չէ։ Ես կորցրել եմ, ինձ չգիտեմ ինչ անեմ, ինչ պատասխան տամ բոլորին։ Մի կողմից դու ես, մյուս կողմից պապատա, գաղափար չունեմ ուր ես գնացել, ինչ ես անում, ոչ մի բառ չասեցիր։ Գոնե պատկերացնում ես իմ վիճակը, մի բառ գրի, հասկանամ ինչ է կատարվում։